Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչները այս անգամ ոչ թե Հայաստանին կամ Ադրբեջանին սահմանամերձ հատվածներում են հանդիպել, այլ Բաքվից ավտոմոբիլով 3 ժամվա հեռավորության վրա գտնվող Գաբալայում։ Հայկական կողմից 10, իսկ ադրբեջանականից 12 անդամներով դեմ դիմաց նստած ինչ հարցեր են քննարկում, միայն խիստ պաշտոնական տեղեկություն տարածեցին հայկական ու ադրբեջանական կողմերը։ Հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը հիմա էլ Հայաստանի հյուսիսից է իջել հարավ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր վերջերս հայտարարել հարավում արտահերթ արագացված ընթացակարգով սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի մասին։ Գաբալայի հանդիպման հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը հայտարարել են, թե սկսում են սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի սահմանների հատման կետից եւ այնուհետեւ հարավային ուղությամբ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահման Իրանի հետ։ Պիտի անպայման շտապ սահմանագծվի, որ իմանան կողմերը որտեղ կառուցել իրենց անցակետներն ու մաքսատները։ Ճիշտ նույն տարածքն է, ինչ որ երկաթգիծ լանցել է եւ ոչ մի փոփոխություն չկա սահմանային այդ մասում։ Դա չի հասնում ինչեւ այդտեղ, եւ ներքևի միայն Պարսկաստանի սահմանի 5-ից 10 կիլոմետրն է խոսում։ Ընդհանրապես քարտեզագիրները վերլուծաբանները հայտնում են, որ դեպի հարավ Հայաստանի տարածքում չկան այսպես խնդրահարույց տարածքներ, որոնք պետք է սահմանազատվեն։ Մեր հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանը ինքնիշխան Հայաստանից տարածքներ է զավթել եւ մինչեւ օրս չի վերադարձրել։ Քաղաքագետների դիտարկմամբ փոխվարչապետի հայտարարած արագացված եւ արտահերթ կարգով իրականացվելիք սահմանազատումը դժվար թե ընդգրկի Հայաստանի հարավային հատվածում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներն ու դիրքերը։ Բոլոր դեպքերում եօգուտ Ադրբեջանի է լինելու, ադրբեջանական դիրքորոշումը դրվում է որոշումների հիմքում։ Հիմա էլ այդպես լինելու, դիրքորոշում որ հրապարակայնացրել ենք Ադրբեջանը դրանք մերժել է։ Քարտեզագիր, քարտեզագետներն են ինֆորմացիոն սով են ապրում։ Նախ կառավարությունը ամբողջական պատասխան չի տրամադրում հետաքրքրող հարցերին։ Նրանք տեղյակ չեն ի վերջո Հայաստանի հյուսիսում սահմանագծման աշխատանքները որ թվականի քարտեզներով իրականացվեցին, չնայած որ պաշտոնական աղբյուրները տեղեկություններ էին տարածում, որ սահմանազատում ու սահմանագծումն իրականացվում 70-ականների քարտեզներով։ Սյունիքի եւ Տիգրանաշենի հատվածում սահմանազատումը ամենայն հավանականությամբ անելու են զուգահեռ։ Դրա համար է սպայդրության հարավային հատված։ Սյունիքի հատվածում ամենայն հավանականությամբ եւ Տիգրանաշենի հատվածում առաջ փուլով, այսինքն այս փուլով սահմանազատման աշխատանքների ակտիվացում։ Ալիևի օգնական Հաջիևը Բրյուսելում եվրոպացիներին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շին աշխատանքների ավարտի ժամկետն է հայտնել։ Ադրբեջանական կողմում ըստ նրա աշխատանքները ավարտին կհասցվեն 2026-ին։ Հաջիևը հայտնել է նաև, որ Բաքուն ցանկանում է տեսնել Եվրոպական միությունը որպես այդ նոր տրանսպորտային ճարտարապետության մաս, այդ թվում Եվրամիության գլոբալ դարպասներ նախաձեռնության շրջանակներում։ Հաջիևը իր ձևակերպմամբ միջանցքը ներկայացրել է որպես գործնական տարր, այն անվանելով Ադրբեջանի խաղաղ հարթակի ռազմավարություն։ Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է, իսկ հակամարտությունը սպառված։ Մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը տեղերում եւ դա դարձնենք երկարաժամկետ։ Զանգեզուրի միջանցքացրով իրանք ամենևին էլ նկատի չունեն բացառապես իրաց տարածքում լոգիստիկ այդ հանդիպը, որը կառուցվում է։ Խոսքը վերաբերում է նաև մեր տարածքով անցնող ճանապարհներին, որի նկատմամբ այդ մարդիկ հանդես են գալիս սեփականատիրոջ դերով։ Եվ ըստ էության օգոստոսի 8-ին այդ իրավունքը ստացել են, որովհետև այդ մարդկանց տրվել է անխոչնդոտ մեր տարածքով անցնելու իրավունք։ Հաջիևը Բրյուսելում լրատվամիջոցներին հայտնել է, թե Հայաստանը կարող է փակուղուց վերածվել տարանցիկ երկրի, քանի որ ադրբեջանցու ձևակերպմամբ ընդլայնվում են արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ կապերը։ Արշակ Սրբազանը մամուլի ասուլիսի ընթացքում տվել է մի քանի պարզաբանումներ, նշենք, որ շաբաթներ առաջ համացանցում տարածվել էին Արշակ Սրբազանին վերաբերող ոչ պատշաճ տեսանյութեր։ Արշակ Սրբազանը հայտարարել էր, որ ինքը որևէ առնչություն չունի այդ տեսանյութերի հետ եւ դրանցում ինքը պատկերված չէ։ Այս առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել եւ քննչական կոմիտեն պարզաբանում էր տարածել, հաստատելով տեսանյութերի իսկությունը։ Դրանից հետո համացանցում տարածվեց եպիսկոպոսների դիմումի տեքստը, որոնք պահանջում են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին մայրաթորից սառեցնել նրա լիազորությունները։ Ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչ եմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ
իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։ Ես տեսագրություններին առանձին անդրադարձել եմ, իհարկե դրանք կեղծիք են եւ սուտ են։ Ես դա ասել եմ եւ կրկնում եմ։ Նորից եմ ասում, ես չգիտեմ ավելի մեծ մեղք, քան այն, որ գործված սայթակումների դիմաց գործես նոր մեղքեր, նոր սայթակումներ ստիպված լինես անելու։ Ավելի մեծ դավաճանություն, ավելի մեծ ինքնաժխտում ես չգիտեմ։ Եվ ես այդպիսի քայլ ոչ արել եմ, ոչ անում եմ, ոչ կանեմ։ Եվ այն մարդիկ, ովքեր այդպիսի հույսեր են փայփայում, այդ հույսերը պետք է խափանեն։ Միքայել եւ Բաքրատ arczepiskoposները ամենայն հայոց կաթողիկոսին խնդրում եւ առաջարկում են դադարեցնել անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը։ Կալանավայրից սրբազանները հաղորդագրություն են տարածել ի պատասխան վարչապետի ավելի վաղ հանդիպած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջած բարձրաստիճան հոգեվորականների հայտարարությունների։ Սրբազաններն առաջարկում են նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում, հրավիրել եպիսկոպոսած ժողով, ապա գումարել ազգային եկեղեցական ժողով։ Ավելի վաղ հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգեվորականներ նոր հայտարարություն էին տարածել, որով կոչ են անում վեհապարին կամովին հանգստյան գնալ։ Օկուպացված Քարվաճարի լեռնային հատվածում հրդեհ է բռնկվել եւ տարածվել դեպի Քաշաթաղ։ Նշվում է, որ ուժեղ քամիները եւ դժվար անցանելի տեղանքը դժվարացնում են հրդեհի մարման գործընթացը, սակայն հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Համակարգում կարգապահության եւ բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է։ Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել եւ քննարկվել են ոստիկանության 8 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց 4 ոստիկանի նկատմամբ կիրառել, ոստիկանությունից ազատում 2 ոստիկանի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժերը, իսկ 2 ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է։ Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքները թեև ավարտված են, սակայն դժգոհություններ կան։ Քաղաքապետ Ավինյանն այդ համատեքստում դիտողություններ արել ծրագրի վերաբերյալ։ Ավինյանը հայտնել է, որ տեղ-տեղ թեքահարթակների տեսակները սխալ են ընտրվել, այն առումով, որ եղել են թեքահարթակներ, որոնք միայն մի ուղղությամբ բարձրացող հնարավորություն ունեն։ Այս առումով պետք է ուշադրությունը մեր սևեռած պահենք խնդրի վրա եւ մեր քաղաքի ավելի ներառական եւ ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերի մեր առաջնահերթությունների շարքում մնալ, այսինքն միշտ տենց մոտավորապես աշխատանք անելիս մի հատ տենց ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով այդ հատվածով պատկերացնում ենք ոնց ենք անցնելու։ Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի որակի խնդիրներին։ Նա նշել է, որ երկարաժամկետ լուծումները շատ դեպքերում մայրաքաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Վերջին շրջանում ենք անընդհատ խոսում ենք օդի որակից եւ իրականում խոսում ենք նաեւ այն պատճառով, որ սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել արդեն մոտավորապես 2 տարի է 2024 թվականից մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք որ միացված են մեր GIS համակարգին 175 սարքից մենք ունենք տվյալներ, որ եւ այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից եւ սկսում է բարելավել մարտի կեսերից եւ ցավոք սրտի որքան էլ որ ամենացավալի հատվածը այն է, որ տենց բավականին բարդ գործոններով է պայմանավորված։ Առաջին հերթին իհարկե մեր աշխարհագրական դիրքով եւ այս սեզոնում նաեւ որոշակի եղանակային պայմաններով օդի ինվերսիայով եւ այդ օդը, այսպես ասած, գալիս է եւ մեր տարածաշրջանում էական ժամանակ մնում է։ Իհարկե լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք եւ մենք խոստացել ենք, որ խոսելու ենք նաեւ այդ լուծումների մասին։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել
եկող քամիների նկատմամբ եւ կարծում եմ սա երկարաժամկետի մասում է։ Զվարթնոց օդանավակայանում վերանորոգվել է կառամատույց 1-ից Ալֆա ղեկուղի ընկացատվածը, ինչը կբարձրացնի օդանավերի տեղաշարժի արդյունավետությունը, կավելացնի սպասարկվող չվերթների քանակը, կնվազեցնի գերծանրաբեռնվածությունը եւ կծառայի որպես լրացուցիչ տարհանման ճանապարհ, աջակցելով օդանավակայանի շարունակական զարգացմանն ու ուղևորների հարմարավետությանը։ Կառավարությունը առաջարկում է փոխել երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների համակարգը։ Ազգային ժողովում գտնվող նախագծով երրորդ եւ հաջորդ երեխաների համար տրվող 50,000 դրամ ամսական աջակցությունը կդառնա պետական նպաստի առանձին տեսակ։ Կվերանայվի նաեւ միանվագ նպաստը անկախ կարգաթվից սահմանվելով 500,000 դրամ։ Նախագծով նախատեսվում է 4 նպաստ՝ մայրության, միանվագ, խնամքի եւ երրորդ ու հաջորդ երեխայի պետական նպաստ։ 2025 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով։ Զարգացման Եվրասիական բանկի զեկույցի համաձայն ամենամեծ ներդրումն ունեցել են ֆինանսական գործունեությունը, տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտները, ինչպես նաեւ շինարարությունը։ Արտաքին առևտրի ցուցանիշները նվազել են անցյալ տարվա բարձր ցուցանիշներից հետո, նշված է զեկույցում։ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2025 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է 4.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է վիճակագրական կոմիտեն։ Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 7 միլիարդ 442.2 միլիոն կիլովատժամ։ Ընդ որում այդ ցուցանիշը հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 1.2%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ կրճատվել է 5.1%-ով։ Ձիայի դեմ պայքարի համաշխարհային օրը 2025 թվականի դեկտեմբերի 1-ը կրում է հաղթահարելով խոչընդոտները, վերափոխելով ձիայի դեմ պայքարի միջոցները խորագիրը։ Միջոցառումների նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, աջակցել միավ ձիահով ապրողներին եւ զարգացնել կանխարգելման ու խնամքի ծառայությունները։ Այս տարի ընդլայնվել է հակառետրովիրուսային դեղորայքի տրամադրումը, ապակենտրոնացվել բուժօգնությունը մարզերում եւ համայնքներում։ Մայրաքաղաքում Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում դեկտեմբերի 1-ին փլուզում է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը, տնտեսական ապրանքների եւ սննդի պահեստի հատվածը, տուժած կա։ Հետախուզության արդյունքում գազի արտահոսք է տեղի ունեցել, գազի արտահոսքն է դադարեցվել, տարանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, սահմանազատում է կատարվել տարածքի, այդքան է։ Ունեցել ենք մեկ տուժած, տուժածը ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է։ Փրկարարները տեղում իրականացրել են հետախուզական աշխատանքներ։ Ոստիկաններն էլ պարզում են սեփականատիրոջի ինքնությունը, որպեսզի նրան հրավիրեն նշված վայր, հասկանան, թե ինչ պայմաններում է փլուզումը տեղի ունեցել։ Օպերատիվորեն ժամանել են նաև տեղում հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Փլուզման պատճառները պարզվում են։ Նոյեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Մայրաքաղաքում, քաղաքացիական մեքենայով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել, հրազենային վնասվածքներով մի քաղաքացի Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի մանումենցի Դավիթ Հիկման կանվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է, պարզվել է, որ նա հրազենային վնասվածք ստացել է Թբիլիսյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու նրան եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար։ Կան նաեւ օպերատիվ տեղեկություններ, որ եւս մեկ հոգի կա վիրավոր։ Այդ տեղեկությունը նույնպես պարզվում է։ Իսկ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր-Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձինք են վիճել։ Մասնակիցներից մեկը մեքենայով վրայերթի է ենթարկել կռվի մասնակիցներից 31-ամյա Բորիս Արզումանյանին։ Նա մահացել է։ Իսկ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը վնասվածքներ է ստացել։ Քրեական ոստիկանները մեկ հոգու հայտնաբերել են, նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կռվի մյուս մասնակիցների մեծ մասը, որոնց թիվը ըստ օպերատիվ տեղեկությունների հասնում է 15-ի, չեն հայտնաբերվել։ Քրեական եւ համայնքային ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են մի
քանի մեքենա։ Դրանք տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ըստ տեղեկությունների հայտնաբերված մեքենաների թվում է նաև վրաերթ կատարած մեքենան։ Այլ մանրամասներ չեն հայտնում։ Հենց նշված ավտոմեքենաներով են ժամանել կռվի վայր եւ մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող դեպքը վերածվել է ցես կրտուկ, վիճաբանության, խուլիգանության, ետասար տղայի մահվամբ եւ մեկ հոգու վիրավորվելու։ Այս պայն նշված ավտոմեքենաները գտնվում են հատուկ պահպանվող տարածքում։ Ինչ ֆենոմենալ մարդ պետք է լինես, որ բոլորի կյանքում թողնես հետք, բարի հետք։ Կինոգործիչներ, արվեստագետներ եւ ուսանողներ են ներկա կինովավերագրող Ռուբեն Գևորգյանցի ընդմիշտ ֆիլմի ցուցադրությանը, որը երկրորդ անգամ արվեստագետի 80-ամյակին նվիրված հուշ երեկոյին է ցուցադրվում։ Որդու Վահե Գևորգյանցի խոսքով սա այն բացառիկ ֆիլմերից է, որը լավագույնս է բացում հոր կերպարը։ Ինքը 95 թե 96 թվականին որոշեց անել մի ֆիլմ, որը հավաքած է իր մնացած ֆիլմերից եւ իր, այսպես ասած, մտքերը ընդհանրապես կյանքի, աշխարհի եւ իր անցած ուղիի մասին։ Այդ ֆիլմը դուրս եկավ, կարծեմ 97-ին, ամենադժվար ժամանակներ կինո նկարելու համար։ Գևորգյանցի դոկումենտալը փաստական էր, միաժամանակ պոետիկ, ինքը ինտելիգենտ ու պրոֆեսիոնալ, միշտ խանդավառված նոր գաղափարներով։ Նրա գործը մնայուն է, վստահ են ընկերները, չապրած տարիների համար են ափսոսում։ Ինքը հայտնի է որպես դոկումենտալիստ, առաջի հերթին շատ համարձակ, անվախ եւ ամեն ինչի հանդեպ ուներ իր կարծիքը։ Յուրօրինակ հայացք կար, այսինքն իր ձեռագիրը կապված էր իր անձի հետ շատ սերտ։ Դա շատ կարևոր բան է, անգամ դոկումենտալ կինոյում, ընդհանրապես արվեստում։ Վավերագրական կինոյի ժանրը Գևորգյանցի շնորհիվ հարստացավ, նրա ֆիլմոգրաֆիան հարուստ է 70-80-ականների տարեգրությամբ թեմաներ, որոնք արգելված էին համաշխարհային կինոյի մեծեր, որոնք խոսել են նրա տեսախցիկի առաջ, Գոդարից մինչև Փարաջանով։ Իր ֆիլմերի բարձրացրած թեմաները միշտ արդիական են ու ինքը ընդամենը պրոբլեմ չի վերհանում, ինքը լուծման ճանապարհ է առաջարկում։ Թողել է շատ ծանրակշիռ ֆիլմեր, բարի հետք, սպասում, հրաշագործի աշուն եւ այլ եւ այլ։ Կինոյի մարդեր, աչքերի մեջ կայծ կար, մտքում խորություն, արվեստում պատերազմի ժամանակ թե կյանքում ոգևորության աղբյուր էր։ Գևորգյանցը տեսակ էր, որ պակասեց։ Հայ մշակութային հիշողության ինքնատիպ վկայագիրն է նա թողել հայ կինոյի պատմության մեջ։